Բարի երեկո, կրկին ողջունում եմ Շանթի հեռուստադիտողներին, տեսանկյուն հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ այսպես արդեն հայտնի է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Շիրակի մարզում տեղի կունենան սեպտեմբերի 9-ին։ Ինչքան որ կարևոր են քաղաքապետի կամ համայնքի ղեկավարի ընտրությունները, նույնչափ էլ կարևորվում են ավագանու ընտրությունները։ Իսկ թե ինչու է կարևորվում այս հարցի շուրջ, ես այսօր կզրուցեմ Շիրակ կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանի, միևնույն ժամանակ նշեմ, որ Վահան Թումասյանը «Քաղաքը մերն է» անվամբ նախաձեռնող խմբի անդամ, իսկ թե ինչով է զբաղվում այս նախաձեռնությունը հաղորդման ընթացքում կիմանանք, եւ Գյումրիի ավագանի, գործող ավագանի Արամ Բաղրամյան։ Բարի երեկո ձեզ, եւ այսպես ինչու է կարևորվում այդ չափ ավագանու դերը կամ ավագանու ընտրությունը որպես տեղական ինքնակառավարման մարմնի օղակ։ Գործող ավագանու սկսենք։ Դե բոլորս գիտենք, որ համայնքի ավագանի ներկայացուցող մարմին է եւ օժտված է 30-ից ավելի լիազորություններով, ինչպես նաեւ գործադիր մարմին է։ Կարևորությունը համայնքի հիմնախնդիրներով եւ զարգացումով զբաղվելու համար։ Ավագանին ունի պարտադիր եւ կամավոր լիազորություններ։ Շատ հետաքրքիր է, որտեղ են սկսվում կամավորը կամ վերջանում պարտադիրը կամ հակառակը, պարտադիրը որտեղ է սկսվում, ավարտվում կամավորը։ Ինչպիսի բաշխում է դա կամավոր եւ պարտադիր լիազորությունների միջեւ։ Պարտադիր եւ կամավոր, ավականին պետք է մասնակցի բոլոր ընտրությունները, ավագանու նիստերի, ավագանի բոլոր նիստերին պարտադիր է, աջակցությունները պետք է լինեն հարգալից եւ չպետք է ամեն հարցով մասնակցել նիստերին։ Իսկ օրենքը նախատեսում է ինչ հաճախականությամբ է լինում ավագանու նիստերը։ Օրենքը նախատեսում է, օրենքը ամիսը մեկ անգամ պարտադիր պետք է ավագանու նիստ։ Լինում է հերթական նիստեր եւ կան արդարեստ նիստեր։ Արդարեստ նիստեր եղել են, չեմ հիշում, դա սպոր ժամանակներում։ Նիստերի անհրաժեշտությունը պարտադիր է, որպեսզի համայնքի հիմնախնդիրները կամ ընթացիկ հարցերը կարգավորվի եւ լուծվի։ Լավ, շնորհակալություն։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այս ընտրություններին կարծես թե ավելի քան ուշադրություն են դարձնում կամ հետաքրքրությունը ավելի մեծ է, ես այդպես եմ հասկանում, Վահան, համենայն դեպս քաղաքը մերն է անվամբ, պայմանական անվամբ նախաձեռնող խումբ է ստեղծվել եւ ավագանու ընտրության մասնակցության հայտեր են ներկայացվում։ Ինչու միանգամից հանկարծ ավագանու ընտրությունները այդքան կարևորվեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։ Հեղինի ջան, ասեմ, որ առհասարակ ավականին կարևորված է Հայաստանում գործող օրենսդրությամբ։ Թիմ օրենսդրությամբ, տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենսդրությամբ համայնքի ղեկավարման գրեթե ամբողջ իրավունքը տրված է ավականին։ Այլ խնդիր է, որ այդպես չէ իրականությունը։ Դրա համար քաղաքը մերն է, անվանումը նախ պայմանական է, ավելի ճիշտ կլինի քաղաքը վերադարձնել ժողովրդին, սա մեր քաղաքն է, այսինքն քննարկման փուլում է, անվանումը պայմանական է եւ անվանման մասին դեռ որոշում չի կայացվել նախաձեռնող խմբի կողմից։ Ասեմ, որ մենք հիմա չէ որ կարևորում ենք, մենք միշտ կարևորել ենք։ Այլ խնդիր է, երբ որ սովորաբար բաժակն երբ որ լսվում է, համբերության բաժակը լսվել է, որովհետեւ այլևս այս կերպ երկիրը, քաղաքը չի կարելի ղեկավարել։ Սա փակուղի է։ Այսինքն շատ բան կախված է ավագանուց, շատ բան կախված է յուրաքանչյուրից։ Մեզանից յուրաքանչյուրը իր տեղում ինչ որ բան պետք է անի երկիրը, քաղաքը փրկելու համար, մեր հայրենակիցների եւ մեզ համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու համար։ Այն արտագաղթը, այն ինչ տիրում է մեր 4 բոլորը, սա այլևս հանդուրժել չի կարելի։ Հիմա մենք սկսելու ենք ավականից։ Ավականից ենք սկսելու, որովհետև հսկայական լծակներ ունի եւ մենք ուզում ենք, որ ավականին վերականգնի կամ այն օրենքով տրված լիազորությունները, որ պիտի կատարի պարզապես։ Յուրաքանչյուրը լինի իր տեղում։ Ցանկացած որոշում, որը կայանում է, սկսած աշխատակազմի ձևավորումից, սկսած քաղաքի համար, բյուջեի հաստատում եւ այլն, այդ ամբողջը ավականու լիազորությունների մեջ է մտնում։ Դրանից բարձր համայնքի ղեկավարման կյանքում ինչ պետք է տային։
Էլ ինչ տային, ավական անդամներին խո հերոսների կոչումներ չպետք է տային, որ իրենք իրենց տեղում լինեին։ Հասկանալի է, տեսեք, քաղաքացիական հասարակություն, առհասարակ ժողովրդավարական համակարգ կառուցելու համար մենք պետք է սկսենք ներքևից։ Այսինքն, քանի դեռ երկրում քաղաքացիական հասարակությունը չի ձևավորվել, քանի դեռ քաղաքացիական հասարակությունը որոշակի լծակներ համայնքային կյանքը կառավարելու կամ, չգիտեմ, երկրի կյանքը կառավարելու չունի, ինքը չի կարող լիարժեք ազդեցություն գործել երկրի կյանքի, մարդկանց կյանքի բարեկեցությունը ապահովելու համար։ Դրա համար մեր այդ նախաձեռնությունը, որը նախկինում էլ է եղել, մենք փորձեր շատ ենք արել, բայց քաղաքացիական պրոցեսների հասունացումը հիմա է եւ հիմա ենք դա արել, ավելի կազմակերպ ձևով։ Եվ հույսով եմ շատ շուտով ակտիվ այս գործունեությունը կտարվի եւ առաջիկա ընտրություններին շատ կտրուկ փոփոխություններ կլինի եւ որակական առումով եւ իրականում առհասարակ ընտրությունների երևույթը նրա համար է, որ քաղաքական կառավարող էլիտա ընտրվի։ Հիմա էլիտա հասկացողությունը վարկաբեկված է, բայց լավ առումով եմ ասում։ Եվ ինչու չի կիրառում, եթե չի կիրառում։ Առհասարակ ես, գիտեք ինչ, ներկա ավականու անդամներին մի մեղադրանք ունեմ։ Մեղադրանքը նրանում չէ, որ, չգիտեմ, ինչ ճանապարհով են ընտրվել։ Ազգ, բարեկամ, չգիտեմ, ընտրակաշարք, հանձնաժողովների ձայներ քնել եւ այլն, այլ իրենք քաղաքի կառավարման մեխանիզմը, քաղաքի կառավարման ղեկավարությունը, ղեկավար այդ մարմինը այնքան են իջեցրել, այնքան են վարկաբեկել այդ ինստիտուտը, որ որևէ մեկը չի հավատում, որևէ մեկը վստահություն չունի այդ ինստիտուտի հանդեպ։ Սա հավաքական մեղադրանք է, անձնական, անհատական մեղադրանք չէ, բայց հավաքական, որովհետև կարող է յուրաքանչյուրը մի փոքր բան կուզեր անել, բայց միասին, որպես հավաքական միավոր իշխանության հավաքական մարմին, պարզապես զրոյացրել է այդ մարմնի դերը։ Լավ, շնորհակալություն, պարոն Բաղրամյան, իսկ այդ լծակները արդյոք ավականին կիրառում է բյուջեի քննարկում եւ այլ որոշումների քննարկում ընդունում։ Այսօրվա դրությամբ ավականին փորձում է պետության կողմից հաստատված համանուն օրենքները։ Եթե դուք ուզում եք նոր օրենքներ մտցնել, փոփոխություններ մտցնել տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման մեջ, դա այլ խնդիր է։ Կարող եք ոչ պարտադիր ավականի լինել եւ այդ հարցը դիմել, փոփոխություններ կատարել։ Քաղաքը մերն է, այդ հասկացողությունը չեմ հասկանում, ինչի մերը չէ, այսօր ումն է, այսօր կազմակերպությունը, կարել ուրիշ անուն ստեղծել։ Իհարկե պայմանական է նշվում անունը, չնայած ուղղակի սիրուն չի հնչում։ Ուրեմն այսօրվա գործող ավականին այս քաղաքին չի պատկանում, քաղաքինը չէ, կամ չի ցավում քաղաքի հոգսերով, դարդերով, չի զբաղվում։ Լավ, շնորհակալություն, թե ինչպես է կիրառում ավականին լծակները եւ արդյոք այդ որոշումներին հստակ մասնակցում է, կխոսենք օվազդից հետո։ Հերթական ակցիա Ինտերկոմպի կողմից։ Համակարգիչների ապարիկ վաճառք առանց երաշխավորների եւ կանխավճարի։ Ավելին, ապարիկի ձևակերպման դեպքում ստացեք առաջին ամսվա գումարը տեղում խանութսրայի կողմից։ Ինտերկոմպ, Ռիշկովի 6, հեռախոս 53821։ Շիրակի մարզի բոլոր բնակիչներին գնեք ցանկացած համակարգիչ կոմպլենդից ապարիկ հաշված րոպեների ընթացքում եւ ամենակարևորը առանց ավելորդ փաստաթղթերի։ Եվ սա դերամունը չէ, ստացեք նաև նվեր համակարգչային սեղան, Կոմպլենդ, ըստ կենտրոնական հրապարակ Ռաբիսի դիմաց։ Շանթ Էլեկտրոնիքս, տարիների աշխատանք, կուտակված փորձ, անհերքելի արդյունք եւ սպառողի միանշանակ վստահություն։ Հասցեն Ռիշկովի Կիրովի 4, հեռախոսահամար 51249։ Շանթ Էլեկտրոնիքս, ընտրեք մեկ անգամ, վայելեք ընդմիշտ։ Միայն Կոմպվեյ համակարգչային սրահում, ապարիկի ձևակերպում գյուղաբնակների համար առանց ավելորդ փաստաթղթերի։
Complay, կերտիր ապագան հիմա։ Ես շարունակում եմ իմ զրույցը Գյումրիի Ավագանի Արամ Բաղրամյանի և Շիրակենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թոմասյանի հետ։ Փաստորեն շատերը նաև չեն ժխտում, թեկուզ համայնքի ղեկավարներ, գյուղապետերի մասն է խոսքը, որ Ավագանու ինստիտուտը մեզ մոտ կայացած չէ և կարծես թե դիտվում է նա համայնքի ղեկավարի ենթակա մարմին։ Այսինքն դա լիազորությունների չիմացության հետևանք է, թե համայնքի ղեկավարն է ավելի քան ուժեղ, որ կարող է իրենը թելադրել։ Նախ, ուրեմն, հարցին մինչև անդրադառնալու ձեր թույլտվությամբ ասեմ, որ երբ որ ասում ենք քաղաքը մերն է, դա մենք քաղաքի բնակչության, յուրաքանչյուր բնակչության անունից ենք ասում, այսինքն քաղաքը մեր քաղաքի յուրաքանչյուրինն է, քաղաքը մերն է, գյումրեցիներինն է, այդ իմաստով է դա անվանումը տրվել, բայց պայմանական է, ամեն դեպքում մի քիչ բացատրեմ, որ ասացիք, որ չեք հասկանում իմաստը, այդ է իմաստը, խո մենք չենք ասում, որ Վահանինը կամ Միջև հիմա, եթե ուզում եք անկեղծ ասեմ, ինչպես երկիրը, այնպես էլ քաղաքը բռնազավթված է մի խումբ մարդկանց կողմից, Ավագանու մասին ենք խոսում, երկրի մասին չենք խոսում, որոնք քաղաքի հետ վարվում են այնպես, ինչպես կամենում են։ Դրա համար քաղաքը պետք է վերադարձվի յուրաքանչյուր գյումրեցուն, եւ յուրաքանչյուր գյումրեցի իր քաղաքում չպետք է օդարված զգա, քաղաքի բնակչության 70% այս քաղաքից օդարված է։ Մտեք տնագային ավաններ, մտեք մարդկանց հետ զրուցեք, մարդիկ պարզապես, չգիտեմ, փող են ման գալիս, որ փախնեն այս երկրից, որևէ մեկի սիրտը չի ցավում, որովհետև իրենք ոչ միայն չեն սիրում, այլ ուզում են վրեժ լուծել այս երկրին։ Օդարումը վերածվել է ադելության երկրի քաղաքի հանդեպ։ Սա ենք ուզում կոտրել։ Պարոն Թոմասյան, ձեր ասել այնպես որ դուք մտնում եք ժողովրդի մեջ, բնակչության մեջ, դա ամեն ինչ տեսնում եք, ավականին չի տեսնում, քաղաքապետը չի տեսնում։ Ոչ, Պարոն Բաղրամյան, ավականու անդամները վերջին անգամ ընտրողների հետ երբ են հանդիպել։ Ամեն օր։ Կոնկրետ ես իմ տեղս եմ ասում, ամեն օր։ Ես բոլորի տեղը չեմ կարող ասել։ Հիմա դուք ներկայացնում եք ավականին, ինչպես ես ներկայացնում եմ քաղաքացիական այն նախաձեռնությունը, որը կոչվում է, որը հայտ է ներկայացրել առաջիկայում ավականու կազմը ամբողջովին թարմացնել եւ ավականու դերը վերադարձնել հենց այն դերին, որը սահմանված է օրենքներով։ Ես խոսում եմ այդ խմբի անունից։ Ամենայն դեպս այդպես է լիազոր։ Դուք հրավիրված եք խոսեք ավական։ Ես խոսում եմ մեր խմբի անունից, ավականու անունից։ Ձեր նիստերին քանի ավականի է սովորաբար մասնակցում, ավականու քանի անդամ։ Քանի անդամ։ Հա։ Մինիմում 8-10 հոգի պարտադիր մասնակցում։ Հա, այսինքն 7-ը ավականու կեսը ավականի 7 ետեղի քվորում չի ապահովում։ Չէ, այսինքն 7-ը չի մասնակցում, նկատի ունեմ։ Ոչ։ Եղել է նման դեպք, որ 7 հոգի մասնակցում։ Չէ, ես նկատի ունեմ, եթե 15-ից 8-ը մասնակցում է, 15-ից որ հանենք 8 կստացվի 7։ 7-ը այսինքն չի ամեն անգամ նախաձեռնություն է հանդես եկել մեր կողմից ցուցաբերվել, մասնակցեք նիստերի։ Փակ եղեն նիստերը, չի թույլատրվել։ Եվ լրատվական կառույցներին հայտարարությունները գնացել է միշտ հեռուստատեսության։ Ինչի չեն գալիս։ Ես չգիտեմ ինչի չեն գալիս։ Որովհետև հետաքրքրությունը զրոյական աստիճանի է հասցված։ Չէ, նախաձեռնությունից կխոսենք, ես ուզում եմ նորից գործող ավականուն իմ հարց ուղղել, պարոն Բաղրամյան, այդ նիստերը ավարտվելուց հետո են այդ հայտարարությունները գնում, թե մինչև նիստից առաջ են այդ հայտարարությունները հրապարակվում, որովհետև մենք ավելի քան ուշադիր ենք ավականու նիստերի լուսաբանմանը, բայց ամենայն դեպս հիմա դա պարբերական միայն սովորություն է դարձել եւ լրատվական կառույցներին եւ հասարակական կազմակերպություններին միայն բյուջեի քննարկմանը մասնակցել։ Ո՞վ է մեղավոր։ Դուք պետք է հետաքրքրություն նախաձեռնություն բերեք, մասնակցեք։ Ինչպես է դա։ Փակ չի եղել։ Որևիցե նիստ եղել որ մասնակցել ուզենաք եւ չթույլատրել։ Չէ, չենք իմացել, մասնակցել ուզենալու Աշխատ իրազեկում, օրենքով սահմանված 7 օր առաջ։ Չի եղել, որ չեք։ Ամբողջ քաղաքի տարածքով մեկ հեռուստատեսություններով։ Ես չեմ կարող ասել, չեմ լսել, բայց ես գիտեմ որ լինում է։ Միշտ էլ այդ խոսակցությունները ավականունիստերի ժամանակ աշխատակազմում այդ խոսակցությունները։ Ես ձեզ հարցնում եմ։ Ձեզ նորից շատ ձեր պաշտոնում շատ օգտակար գործ եք անում քաղաքի համար, նկատի ունեմ հիմնական լծակը, բայց ավականին այլ պետք է լիներ։ Ավականն հասկանում եք հասարակական ակտիվ գործունեություն։ Սեպտեմբերին նկանցնի, կնդրվիկ, կաշխատիկ ձեր ուզած ձևով։ Շնորհակալություն պարոն Բաղրամյան, ձեզ հարցնեմ, քաղաքը մերն է պայմանական նախաձեռնության խմբի անդամները։
ում եք առաջարկում տեխնացուների թվում ինչպիսի մասնակցության հայտեր են ներկայացում, արդյոք դրանք իրավապես ընտրյալներ են կամ հնարավոր ընտրյալներ են, որոնք կարող են այս քաղաքի համար գործանել։ Առաջին, մենք ի տարբերություն իշխանական կամ թայֆայական խմբավորումների կամ այն ընտանիքների, որոնց համար դարձել է պրեստիժ իրենց ազգ բարեկամին խցկել ավականիում, մենք հասարակության շրջանում հեղինակություն, կարողություն, գիտելիքներ ունեցող մարդկանց, ովքեր քաղաքի համար կարող են մի լավ գործանել, ովքեր ավականիում կարող են համատեղ աշխատելով որևէ դրական փոփոխություն բերել այս երկրին, նման մարդկանց տրամադրում ենք ամբիոն, ասպարեզ ենք տրամադրում, որ իրենք կարողանան ցույց տալ հասարակությանը իրենց գիտելիքները, որովհետև կան շատ լավ մարդիկ, ովքեր դուրս են մղված ակտիվ երևացող քաղաքացիական կյանքից եւ այդ մարդկանց մենք ուզում ենք օգնել, որպես մարդիկ, որոնք որոշ ճանապարհ են անցել, որոշակի լծակներ ունենք, չգիտեմ, սայթեր ունենք, մամուլի միջոցների հետ հարաբերություններ եւ այլն։ Դրանցով աջակցել են մարդկանց։ Միայն խնդիրը իմ կամ Արսեղյան Լևոնինը կամ Սեյրան Մարտիրոսյանինը կամ չգիտեմ նրանցը չէ։ Մենք ուզում ենք, որ առնվազն կոնե 10-15 կարող ուժեր, մտավորականներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք որոշակի ճանապարհ են անցել, փորձ ունեն, հասարակության հետ աշխատանքի սեր, հավես եւ նաեւ փորձառություն ունեն, այդ մարդիկ կան ավականիում որակը փոփոխվի եւ իրականում ավականին հայտնվի իր տեղում, որ վերցնի կամ վերակդնի իր լծակները, որը օրենքով տրված է։ Լավ, այդ առաջարկություններում, որ քաղաքացիներին առաջարկում եք ընտրության հայտ ներկայացնել, մասնակցել, մեր գործող ավականիներից քանիսի անունները կան։ Մենք սահմանափակում ինքը այդպես չէ, որ փակ է, ինքը բաց ֆորում է եւ հրապարակվում է հայտարարությունը ամենտեղ եւ բոլորը հրավիրված են։ Հիմա ես նաեւ ավականու բոլոր անդամներին, եթե իրենք նման հաղորդումներ տիրում են եւ առհասարակ իրենց հետարկում են նման հաղորդումները, հրավիրում ենք մասնակցելու վաղը կայանալիք հերթական հավաքին։ Եվ սահմանափակում մենք չենք դրել։ Ընթացքում գործունեության ընթացքում կերևա թե վերջում ով կմնա, ով կառաջադրի իր տեխնոլոգիությունը, որովհետև խնդիրներ կան, մարդիկ պետք է հաշվարկներ կատարեն, մարդիկ պետք է հասկանան, որ իրենք այդ մեծ ծավալուն աշխատանքը, որը հետագայում պետք է անեն, կարողանան անել։ Մենք պատրաստ ենք գնալ եւ այդ ծառայությունը մատուցել մեր հասարակությանը։ Մենք մեր կյանքով ապացուցել ենք, մեր ամենօրյա, մեր առօրյա կյանքով ենք ապացուցել դա։ Եվ հիմա մենք ուզում ենք համախմբվի մի լավ կորիզ, խումբ, որոնք եւս պատրաստ են նման գործելակերպի եւ առաջիկա ավականիում ընդգրկվեն, հասարակությանը դիմենք, խնդրենք, համոզենք, որ ընտրեն հատկապես այդ մարդկանց, չընտրեն իրենց, չգիտեմ, խատրի համար, քավորն է, մեր թաղի լավ տղեն է, չգիտեմ ինչն է, դրա համար 4 տարի ունենք էս, որովհետեւ դրա համար իրենց քաղաքը, իրենց փողոցները այս օրին է։ Դրա համար իրենք բյուջեի ձևավորումից ու ծախսումից որևէ գաղափար ինֆորմացիա չունեն։ Դրա համար ավականին միջև հիմա նստած ընդունելության տեղ, նստած տեղ, չգիտեմ ինչ չունի։ Դրա համար ավականինիստերը չի իրազեկվում հասարակությանը։ Դրա համար հասարակությունը կամաց օտարվում է։ Իհարկե հասարակության մեղքնել է։ Միայն ավականու այս անդամներինը չէ։ Վերջին հաշվով հասարակությունն է գնացել իր, չգիտեմ, նեղ անձնական մանրշահերով ընտրել։ Մենք ուզում ենք դա փոխել, ուզում ենք դա կոտրել հասարակության։ Լավ, պարոն Բաղրամյան, ինչ եք կարծում, չարժի այս նախաձեռնող խմբի քննարկումների մասնակցել, գուցե դուք այլ կերպ դիտարկեք, մտածեք, որ այստեղ նախաձեռնող խմբի այս աշխատանքում կա սուբյեկտիվիզմ։ Կամ հատուկ մոտեցում։ Առաջ ես եւ ավականու շատ անդամներ միշտ մասնակցել ենք ասպարեզի եւ այդ խոսքը այս քննարկումների մասն է, որոնք ընտրության մասնակցել ենք, ինչու շարունակական չեղավ, չհրավիրեցին նորից։ Չէ, միացուրվավ մեր աշխատանքը զուգահեռ, կամ 10 տարի ես ավականու անդամ եմ շարունակ։ Որևիցե մեկ այսօրվա դրությամբ չկա, որ աշխատում է ձեր կազմակերպության հետ։ Պարոն Բաղրամյան, մի հարց էլի անկեղծ։ Դուք եթե ձեր տեխնոլոգիությունը չառաջադրեք կամ որոշեք, որ ձեզ չեք քվեարկելու առաջիկա թիմ ընտրություններին, այս ավականու անդամներից կա որևէ մեկը, որի օգնիկը քվեարկեիք։ Դժվար հարց է, ռետորական է հարցը, կարող եք չպատասխանել։ Բայց հասկանում եք, մենք խոտ ազնական թշնամիներ չենք։ Չէ, մենք ազնական թշնամիներ։ Հիմա տեսեք հասարակ բան, քաղաքում հասկանում եք, ավականու անդամը պետք է ուղերձներով, նախագծերով ներկայանալ։ Երկուսը դեք ծանր, պարոն Թոմասյանց, բոլորին
հետևում ենք, բոլորին էլ հետևում ենք, գիտենք։ Բավականին ոնց կարող է բյուջեն չիդենա ինչ բան է, բյուջեի մասին գաղափար չունենա։ Հասկանում եք, մենք ներկա բացական ասում եք դրան ասելու համար։ Հիմա, հա, հարց տալիս եք, ես կարող եմ պատասխանել։ Բյուջեի ոչ տեղից քննարկենք։ Ես որոշակի փաստաթղթեր կա, վերլուծություններ կա, հիմա տեսա բացականերն է։ Առնվազն եթե օրենքը գործեր, ավականում առնվազն 5 անդամ պետք է վայր դրածներ լիազորեն։ Շատ լավ է, պրոֆեսորունից ձեր ձեռքի տար ներկա է բացակաները։ Եղավ որ հետարկրում եք ավականի գործնեությամբ։ Հապա չհետարկրում ենք, դրա համար հետարկրում ենք, որ ավելի լավ ավականի ունենա։ Հետարկրում եք ներկա բացականները վերցնում եք ավականիստերին չեք մասնակցում։ Ես գիտես ինչ, ոչ թե վախենալով եմ ասում, ես կոչ եմ անում ցավագին չընդունել այն քննադատությունը, որը մենք ուղղում ենք։ Ես պատրաստ ենք աշխատելու այսօր։ Ես ուզում եմ, տեսեք, այսպիսի հարց։ Լավ, ասեք հարցերը։ Ավականին որպես այդպիսին, որպես մարմին պիտի լինի հակակշիռ։ Այսինքն իր որոշումներում, իր քայլերում պիտի լինի հակակշիռ։ Պարոն Բաղրամյան, այդ հակակշռությունը կա արդյոք մեր ավականում, թե միայն կողմ քվեարկելու համար է լինում։ Հասկանում եմ ինչ ես ասում։ Ինչ հարցեր է եղել, որ այսօրվա դրությամբ չի քննարկվել կամ կիսատ է մնաց։ Գիտեք նման։ Քննարկում այլ բան է, որոշ առաջարկություններով հանդես գալ կամ ինչ որ հարցերի շուրջ չհամաձայնելու։ Յուրաքանչյուր ավականիստից ես կոնկրետ ես բյուջեն ավելի շուտ մի 2-3 օր առաջ ես տեղյակ եմ լինում։ Օրակարգել ես ծանոթանում եմ։ Իսկ ձեր առաջարկությունները ինչպիսին են։ Առաջարկությունները հարցեր լինում աշխատակազմի եւ քաղաքապետի հետ քննարկվում է։ Կոնկրետ իմ մասին է խոսքը։ Այդ օր արդեն լիստի։ Ես էլ քննարկելու բան չունեմ։ Հարցեր չունեմ։ Ունեմ հարցեր, կուտամ եղել է շատ առաջարկներ եղել, հարցադրումներ եղել, քննարկումներ եղել։ Չեք մասնակցել։ Դուք միայն մի պատկերացում ունիք, որ գիտեք այդպես է, այդպես է, ոչ այդպես չէ։ Պետք է մասնակցեք, լրիվ ձեր կարծիքը կարող է փոխվել։ Ես նորից եմ կրկնում, թե մասնակցությունը ինչպես պիտի ապահովվի, հատկապես լրատվամիջոցների համար։ Ես խոսում եմ, որպեսզի լրատվամիջոցներին աշխատակազմի միջոցով տեղեկվեն։ Դա շատ լավ կլինի, մենք էլ պատրաստ ենք լուսաբանելու ավականին։ Ռինի ջան, համբերություն ունեցի, մնացել է 2 ամիս, 2-3 ամիս հետո նոր ավականին կձևավորվի։ Մենք գործող օրենսդրությամբ սահմանված կարգով բոլորը կիրազեկվեն, ավականուն նիստերը հետարքիր կդառնան, որ դուք չեք մասնակցում ավականուն նիստերին, լրատվամիջոցների մասին է խոսքը։ Միայն նրանից չէ, որ չեն իրազեկում, այլ նրանից է, որ հետարքություն չի ներկայացնում։ Հասկանում եք, մի օրինակ էլ բերել, եվրոպական երկրներից մեկում, պարոն Բաղրամյան, լրատվամիջոցները դժգոհելով կառավարության գործունեությունից որոշեցին ամբողջ մի 40 օր չլուսաբանել կառավարության գործունեությունը։ Կառավարությունը դիմացավ 20 օր, չէ 20 օր չէ, 7 օր է դիմացել։ Գնացին, խնդրեցին լրատվամիջոցներին, բացեցին իրենց դռները եւ ասեցին ոնց կամենում եք նման ձևով մենք թափանցիկ չգիտեմ ինչ կաշխատենք, եկեք լուսաբանեք, որովհետեւ համակարգը փլուզվում է։ Առանց լրատվամիջոցների, առանց քննադատության համակարգը փլուզվի։ Կստացվի այն ինչ կա այսօր մեր երկրում, կա ինչ մեր քաղաքում։ Լավ, շնորհակալություն։ Այս ընտրություններում սեպտեմբերի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ավականին ընտրում է ոչ թե բնակչության թվից ելնելով, այլ ընտրողների։ Սրա տարբերությունն եմ ուզում հասկանամ, սա ինչ է տալու ավականին թոքնածուի։ Հիմա տեսեք, մի քանի կարևորագույն փոփոխություններ է եղել ընտրական օրենսգրքում։ Նախ ասեմ, որ ընտրական օրենսգրքի նոր օրենսգրքի նախագծի քննարկումներին մասնակցում ենք նաև մենք, ասպարեզը եւ Երևանում, երբ որ քննարկում ենք այլ առաջարկություններ ունենք, որը կարծես թե սկզբում մտադիր էին ընդունելու, ասենք ուզում էինք որ ոչ թե 21, այլ գոնե 35, առնվազն 35 լինի համամասնական եւ մեծամասնական ընտրություններ, բայց դա կտրուկ հեղափոխական փոփոխություններ կլիներ, դրան երկիրը ազգային ժողովը պատրաստ չէր։ Դրա համար փոքրիկ փոփոխություններ արեց, բայց ես հավատում եմ կամ պատկերացնում եմ, որ առաջիկայում եւս որոշակի փոփոխություններ կլինի։ Հիմնական փոփոխությունները հետեւյալն է։ Ավականին մեծ քաղաքներում, մինչև 2000 ընտրող ունեցող համայնքներում մնացել է նույնը։ Մեծ համայնքներում 70 եւ ավել